Շնորհակալություն։ Խնդրեմ Ստեփան Հասանջարարյան, եւ որից հետո առաջին իստից նաև կա մարդկանց թիվ, որը որ պետք է ելույթ ունենային, մենք ապայման կներկայացնենք ձեզ։ Ամենցեք։ Բարև ձեզ բոլորիդ։ Քննարկման կազմակերպիչներին ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար եւ այս նախաձեռնության համար։ Տիկնայք եւ պարոնայք, ես այսօր խոսելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում սպառնալիքներից մեկի մասին, արևմտյան Ադրբեջան եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձ եզրույթները որպես Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության սպառնալիք։ Հնարավորինս համառոտ, բայց մաքսիմալ չափով փաստարկված կխոսեմ այս ռիսկերի մասին։ Արևմտյան Ադրբեջան անունով օկուպանտ եւ ցեղասպան արհեստացին կեղծ կազմավորման վարչակազմը արդեն տևական ժամանակ հանդես է գալիս այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի մասին խոսույթով։ Ես ուզում եմ շատ կարճ պատմական էքսկուրս անել, որ այս եզրույթների օգտագործումը ամենևին էլ Իլհամ Ալիևի նորամուծությունը չէ։ Բանն այն է, որ այս եզրույթը Ադրբեջանը առաջին անգամ օգտագործել է 1998 թվականի դեկտեմբերի 11-ին Հեյդար Ալիևի շուրթերով։ Շատ զարմանալի է, որ Ադրբեջան-Արցախ առաջին պատերազմում պարտությունից 4.5 տարի անց 1998 թվականի դեկտեմբերին օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի ղեկավարը Հեյդար Ալիևը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ցավալապաշտական եւ էքսպանսիոնիստական դիրքերից։ Երկրորդ անգամ Հեյդար Ալիևն այս մասին խոսել է 99 թվականին։ Եվ դրանից հետո Ադրբեջանի պաշտոնական խոսույթում գրեթե դադարել է այս եզրույթի օգտագործումը։ Եվ մինչև 2020 թվականի ուրեմն պատերազմը Ադրբեջանը գրեթե երբեք չի խոսել այս եզրույթի մասին։ Արևմտյան Ադրբեջան եզրույթը եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի մասին եզրույթը Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանության մեջ սկսել է հանդես գալ ըստ որում ակտիվորեն 2020 թվականի պատերազմից 2 տարի անց, 2022 թվականին, երբ այս մասին բացահայտ արդեն խոսեց Իլհամ Ալիևը։ Այսպիսով, արևմտյան Ադրբեջան եզրույթը դա կամ ծրագիրը Ադրբեջանի հակահայկական եւ էքսպանսիոնիստական մի ծրագիր է, որի նպատակը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացիան եւ ադրբեջանցիներով կամ որ ավելի ճիշտ է, կովկասյան թաթարներով վերաբնակեցումն է։ Հավատալով այս խոսույթներին, արևմտյան Ադրբեջան եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի մասին խոսույթներին, Իլհամ Ալիևը գնացել է ավելի հեռուն, հայտարարելով կոնկրետ թիվ, որ այդքան մարդ պիտի վերադառնա իր բառերով ասած արևմտյան Ադրբեջան 300,000։ Ես մեջբերում եմ իր խոսքից մի ուշագրավ հատված։ Այսօր մենք ասում ենք, որ 300,000 ադրբեջանցիներ պետք է վերադառնան այդ շրջաններ, բայց ընդհանուր առմամբ այդտեղից հեռացած եւ Ադրբեջանի տարբեր շրջաններում ապրող մարդկանց եւ նրանց թորների ու ժառանգների թիվը մի քանի անգամ ավելին է, քան 300,000-ը։ Մեջբերման ավարտը։ Հատուկ հարկ եմ համարում նշել, որ Հայաստանում երբեք, ընդգծում եմ, երբեք 300,000 ադրբեջանցի, ավելի ճիշտ կովկասյան թաթար, չի բնակվել։ Ցարական Ռուսաստանում առաջին անգամ 1897 թվականին, ապա Խորհրդային Միությունում առաջին անգամ 1926 թվականին, երկրորդ անգամ 1937 թվականին անցկացված մարդահամարների արդյունքները անփոփոխ փաստաթղթերում չի հիշատակվում ադրբեջանցի անունով ազգություն։ Նշված փաստերը հիմք են տալիս պնդելու, որ մինչև 1937 թվականը ներառյալ ցարական Ռուսաստանում եւ ոչ էլ ԽՍՀՄ-ում գոյություն չի ունեցել ադրբեջանցի անունով ազգություն։ Առաջին անգամ ադրբեջանցի ազգության մասին հիշատակվել է 1939 թվականին ԽՍՀՄ-ում անցկացված երրորդ մարդահամարի ժամանակ։ Հայաստանում երբևէ ապրած ադրբեջանցիների կամ կովկասյան թաթարների առավելագույն թիվը արձանագրվել է 1979 թվականին։ ԽՍՀՄ-ում անցկացված նախավերջին 6-րդ մարդահամարի տվյալների համաձայն։
Ըստ այդ տվյալների 1979 թվականի հունվարի 17-ի դրությամբ խորհրդային Հայաստանում ապրող ադրբեջանցիների թվականակը կազմել է 160,841 մարդ կամ ընդհանուր բնակչության 5,2%-ը։ Հիմնվելով 1939, 59, 70, 79 և 89 թվականներին ԽՍՀՄ-ում անցկացված թվով 5 մարդահամարների պաշտոնական տվյալների վրա կարող ենք աներկբա կերպով պնդել, որ Իլհամ Ալիևի հայտարարությունը առ այն, թե Հայաստանում երբևէ բնակվել են 300,000 ադրբեջանցիներ, նվազագույն քննադատությանը չդիմացող կեղծիք է և սուտ։ Ի տարբերություն ադրբեջանցիների կամ, որ ավելի ճիշտ է, կովկասյան թաթարների, հայերը Ադրբեջանում պատմականորեն ունեցել են բավականին մեծ ներկայություն։ Վերոնշյալ մարդահամարների տվյալներով խորհրդային Ադրբեջանում հայերի թվականակը կազմել է 500,000 մարդ։ Ինչպես վկայում են փաստերը, նախքան Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության տարածքի մի զգալի մասի օկուպացիան, Ադրբեջանի վարչակազմը նպատակահարմար չի համարել խոսել այս եզրույթների արևմտյան Ադրբեջանի, արևմտյան ադրբեջանցիների վերադարձի մասին։ Այս մասին վկայել է հենց ինքը Իլհամ Ալիևը 2022 թվականի դեկտեմբերի 24-ին, ասելով մասնավորաբար հետևյալը. այս հարցը մեր օրակարգում է հենց հիմա, Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումից հետո։ Իհարկե, նախքան Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը այս մասին խոսելը գուցե վաղ էր, բայց այսօր իմ կարծիքով պետք չէ ժամանակ կորցնել։ Երկրորդ անգամ այս բովանդակությամբ հաստատում կամ հայտարարություն նա արել է 2023 թվականի հունվարի 12-ին տեղական մի շարք ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ։ Փաստորեն, Արցախի ինչ է ստացվում, որ Ադրբեջանը սկսել է խոսել արևմտյան Ադրբեջան, արևմտյան ադրբեջանցիների վերադարձ եզրույթների մասին այն պարագայում, երբ որ սկզբում մասնակի, իսկ այնուհետև ամբողջությամբ օկուպացրել է Արցախի հանրապետությունը։ Փաստորեն, Արցախի հանրապետությունը իր գոյությամբ պաշտպանել է Հայաստանի հանրապետությանը, թույլ չտալով Ադրբեջանին ապօրինի հավակնություններ դրսևորել Հայաստանի նկատմամբ։ Հիմա ո՞րն է լուծումը։ Հետևաբար, Արցախի հանրապետության դեօկուպացիան հրատապ անհրաժեշտություն է։ Քանի որ դրանով իշարս բազմաթիվ դրական հետևանքների, որ կունենա հայ ժողովուրդը եւ Հայաստանի հանրապետությունը, կչեզոքացվեն այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի մասին Ադրբեջանի վարչակազմի խոսույթները։ Իսկ թե ինչպես պիտի ազատագրել Արցախի հանրապետությունը, պատասխանը ավելի քան միարժեք է՝ ուժային եղանակով։ Ուժային եղանակի գործադրման համար մենք կարող ենք վկայակոչել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ համաշխարհային քաղաքականության մեջ քաղաքական եղանակ ստեղծող Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որը վերջերս տվեց ուժային եղանակի գործադրման թարմ օրինակ։ 2026 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ-ն կոպտերով խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եւ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքները, մասնավորապես ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, վեճերի խաղաղ կարգավորման մասին, պետությունների ներքին գործերին չմիջամտելու մասին սկզբունքները, ներխուժեց օտար պետության տարածք, առևանգեց այդ պետության ղեկավարին եւ նրա կնոջը, տեղափոխեց իր երկիր եւ այժմ պատրաստվում է նրանց դատել ԱՄՆ օրենսդրությամբ։ Իր բռնի գործողություններից անմիջապես հետո ԱՄՆ նախագահը հայտարարեց. այն ինչ տեղի ունեցավ Մադուրոյի հետ, կարող է տեղի ունենալ ցանկացածի հետ։ Սա թող դաս լինի բոլորին։ Սրանք ԱՄՆ նախագահի խոսքերն են։ Ինչ վերաբերում է ուժային եղանակի գործադրման համատեքստում Ադրբեջանի վարքագծին, ապա 2026 թվականի հունվարի 5-ին Իլհամ Ալիևը մասնավորապես հայտարարել է. առաջին, ժամանակակից աշխարհում գոյություն չունի այն, ինչը կոչվում է միջազգային իրավունք։ Թող բոլորը մոռանան դրա մասին։ Կա ուժ, կա համագործակցություն, կա դաշնակցություն, կա փոխադարձ օգնություն։ Երկրորդ, միջազգային իրավունք, ՄԱԿ, սրանք բոլորը մնացուկներ են։ Այս բոլորը այնքան հնացած են, որ դրանցից կառչելը պարզապես անլուրջ է, եւ ով դա անում է, պարզապես ապրում է հին իրականության մեջ։ Երրորդ, ոչ ոքի այլևս չի հետաքրքրում, թե ինչ է ասում, եւ ոչ ոքի հետաքրքիր չէ, թե որ կազմակերպությունը ինչ ռեզոլյուցիա է ընդունում։ Ինչ են ասում այսպես կոչված ժողովրդավարական Եվրոպայում։ Մենք անհանգստացած ենք, մենք հետևում ենք իրավիճակին, մենք քննարկում ենք մեր դիրքորոշումը։ Այսինքն, երբ խախտվում է միջազգային իրավունքը, ապա ճիշտը դառնում է ուժեղը։ Հետևաբար, Արցախի հանրապետության վարչակազմը լեգիտիմ իրավունք ունի ուժային եղանակի գործադրմամբ
դեօկուպացիայի ենթարկելու Արցախի հանրապետության տարածքը։ Այդպիսով հնարավորություն տալով Արցախի մեր հայրենակիցներին տիրոջ իրավունքով եւ կարգավիճակով վերադառնալու իրենց հազարամյակների բնորան։ Ադրբեջան անունով արհեստածին կեղծ կազմավորման հետ հնարավոր չի լինելու ունենալ խաղաղ գոյակցություն, քանի դեռ չի ազատագրվել Արցախի հանրապետությունը։ Հայկական պետականությանը սպառնացող արտաքին վտանգների շարքում առաջնակարգ կարգ տեղ զբաղեցնող Ադրբեջան անունով կազմավորման գոյությունը լրջագույն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանում պիտի ձևավորվի արհեստավարժ, ազգային պետական շահերը սպասարկելու հետագիծ, ցանկություն եւ կարողություն ունեցող վարչակազմ, որը իր արտաքին քաղաքական առաջնահերթ նպատակներից մեկը պիտի դարձնի տեսանելի ապագայում Արցախի հանրապետության դեօկուպացիային նպաստելու միջոցով Ադրբեջանին ստրատեգիական պարտության մատնելը բոլոր հնարավոր միջոցներով։ Այդպիսով բացառելով ապագայում Հայաստան պետությանն արևելքից սպառնացող վտանգը։ Հակառակ պարագայում հաշվի առնելով Արցախ-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների ողջ պատմությունը, որը կազմում է մոտավորապես 108 տարի, աներկբա կերպով կարող ենք պնդել, որ հայկական պետականության հետագա գոյությունը շարունակելու է մնալ լրջագույն սպառնալիքի տակ։ Իսկ մի օր այն կարող է պարզապես դադարել եւ Հայաստանի Հանրապետությունում ապրող հայությունը կրկին ենթարկվել թուրք-ադրբեջանական ցեղասպանության։ Հետևաբար Ադրբեջանի անօրինական ախորժակը փակելու լավագույն, հուսալի եւ երաշխավորված եղանակը Արցախի հանրապետության դեօկուպացիան է եւ այնտեղ հայկական իշխանության վերահաստատումը։ Արցախը չազատագրելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն նման է լինելու մեկ ոտքը անդամահատված մարդու։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Շնորհակալություն Դիվարյանի։ Կարելի է մի հարց տամ, նախ այսպես մի քիչ հումորով, բայց նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության 21 թվականի արտահերթ ընտրությունների ծրագրում եւ նախընտրական կարգախոսներում Արցախի դեօկուպացիա արտահայտությունը հնչել է եւ ամրագրված է, այն ժամանակ գիտեք Արցախը ամբողջությամբ չէր նվաճված, այսինքն այո, միայն Շուշին եւ Հադրութն էր, որի դեօկուպացիայի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր։ Մենք իհարկե հասկանում ենք, որ կա այդ ռազմավարական մեծ նպատակը, բայց ես կուզենայի ճշտել, դուք կարծում եք, որ այս էտապում հարցի այդպիսի ձևակերպումը կարող է ցույց տալ, որովհետև մյուս բանախոսների եւ ընդհանուր խոսույթում ես նկատեցի վերադարձի իրավունքը, այսինքն քայլ առ քայլ գնալու, ես հասկանում եմ կա փաթեթային եւ փուլային այսպես ճանապարհ հասնելու միանշանակ Արցախի հայկական Արցախին եւ գուցե վերադառնալու այն որոշմանը, որ Հայաստանը եւ Արցախը վերամիավորվելու են։ Կխնդրեի, եթե հնարավոր է դա պարզաբանեք, եւ մի հարց, քանի որ դուք լավ ուսումնասիրել եք Արևմտյան Ադրբեջանի այդ խոսույթի ձևավորումը, Արևմտյան Ադրբեջանի այդ հասարակական գազམ་ակերպությունը, որ գոյություն ունի, ինքը Իլհամ Ալիևի ժամանակ է ձևավորվել։ Վերջերս նրանք մեկ երկու շատ աղմկոտ համաժողովներ արեցին, ելի դա վերաբերում է 98 թվականին, եթե կարելի է, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ձեր խոսքում 3 հարցադրումների անդրադարձակ, որոնց ես կարճ կարձագանքեմ։ Ուրեմն կազմակերպության մասով ասեմ, որ դեռևս Հեյդար Ալիևի պաշտոնավարման վերջին շրջանում է այդ կազմակերպությունը այդպես սկսել սահմանավորվել, բայց շատ ակտիվ գործունեություն է ծավալում, նաև եթե չեմ սխալվում 1-2 տարի առաջ Իլհամ Ալիևը այդ կազմակերպությանը հատուկ շենք տրամադրեց Բաքվի կենտրոնում եւ այցելեց այդ շենքի բացմանը, առիթ այսպես մեծ շուկով այդպես նշվեց այդ իրադարձությունը։ Սա մեկ, ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի կողմից ուրեմն Արցախի դեօկուպացիայի մասին արձանագրմանը, պիտի ասեմ, որ ես իմ առնչությամբ Նիկոլ Փաշինյանի համեմատությունը տեղին չեմ համարում, որովհետեւ ես շատ լավ Նիկոլ Փաշինյանի, ուրեմն Նիկոլ Փաշինյանը ինքն ի տարբերություն ինձ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ ուրեմն Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Երբեք իմ այսպես շուրթերից չեք լսել եւ երբեք դա չեք լսելու։ Մի րոպե հնարավորություն տվեք, տեսեք, երբ որ հարցադրում եք անում, ես լուր լսեցի ձեզ։ Ես խնդրում եմ տվեք ինձ հնարավորություն իմ միտքը ամբողջական ցավալով եւ հասկանալի արտահայտելու համար։ Ուրեմն եւ ձեր երրորդ հարցադրումը որն էր, ինչի մասին եք հարց տվել։ Ահա, շատ լավ, շնորհակալություն։ Ուրեմն ես այն ինչ որ ես ասեցի,
Ես այդքան միամիտ չեմ, որ մտածեմ, որ այն ինչ որ ասեցի, դա հնարավոր է իրականացնել Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ գոյություն ունենալու պարագայում։ Անշուշտ իմ խոսքը ուղղված էր ապագային եւ ես նշեցի, թե ինչպիսի վարչակազմի պարագայում է դա հնարավոր, որ ուրեմն հնարավորություն լինի զբաղվել Արցախի դեօկուպացիայով։ Ինչ վերաբերում է վերադարձի իրավունքին, շատ կարեւոր հասկացության եմ ուզում անդրադառնալ։ Ես շատ եմ լսում, որ մասնագիտական հատկապես շրջանակներում քաղաքական որոշ գործիչների կողմից հնչում է վերադարձի իրավունք։ Հիմա ես ձեզ համեմատության համար ասում եմ հետեւյալը։ Իլհամ Ալիևն ասում է, այո, մարդիկ կարող են վերադառնալ, բայց Ադրբեջանի սահմանադրության ներքո պիտի ապրեն։ Հիմա այս հարցս ռետորական չէ, ուղղում եմ բոլորին։ Հարգելի հայրենակիցներ, գործիչներ, ովքեր որ խոսում են վերադարձի մասին։ Կիսատ մի ասեք վերադարձ։ Վերադարձը կիսատ է։ Դուք ասեք ինչ կարգավիճակով պիտի վերադառնա Արցախցին Արցախի հանրապետություն։ Ես հստակ, աներկբա, պարզ, շիտակ հայտարարում եմ։ Արցախի հանրապետության մեր հայրենակիցները պիտի վերադառնան Արցախ տիրոջ իրավունքով եւ կարգավիճակով։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է հետեւյալը. առաջին, Արցախի հանրապետության տարածքում պիտի կրկին շարունակեն գործել Արցախի հանրապետության սահմանադրությունն ու օրենքները։ 1. Երկրորդ, Արցախի հանրապետության տարածքում պիտի իրենց պարտականությունները իրականացնեն եւ գործառույթներն իրացնեն Արցախի ժողովրդի կողմից ձևավորված վարչակազմը։ Եվ երրորդ, կտրականապես, կրկնում եմ, կտրականապես պիտի բացառել Արցախի հանրապետության Ադրբեջանին որևէ կերպ ուղղակի, անուղղակի կամ նույնիսկ թվացial ենթակայություն։ Շնորհակալ եմ։ Շատ բարի։ Այստեղ նաև Արցախահայության մեր ներկայացուցիչները են միասին շարժման քաղաքական խորհրդի համակարգող խորհրդի անդամներ են, այսպես որ կարծում եմ իրենք շատ ուշադիր ձեզ լսեցին։